Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Ողջունում եմ։ Պարոն Հովհաննիսյան, ադրբեջանական կողմը տևական ժամանակ է հայտարարություններ է տարածում, թվով այս պահի դրությամբ գոնե 6-րդը, որ հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, զինատեսակներ կիրառելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այսօր նաև այս հերակա Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններին միջամտեց Հայաստանի վարչապետի գրասենյակը, նշելով, որ ՊՆ-ի կողմից ուսումնասիրված դեպքերով որևէ խախտում չի արձանագրվել։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում, ինչու մենք խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելուց հետո Ադրբեջանի կողմից ունենք նման գործելավոճ, այն է կեղծիք տարածելը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը վերջնական ստորագրումը որքան հնարավոր է ուզում է ուշացնել։ Ես ամենևին երկարաձգել։ Ես ամենևին այն տեսակետին չեմ, որ շատ շահեկան է այս պայմանագիրը եւ անհրաժեշտություն է եւ Ադրբեջանը շահագրգռված չէ։ Ադրբեջանի համար անդադ ճնշումների մինչ ստորագրումը այդ ճնշումները ավելի շատ դիվիդենդներ եւ զիջումներ են բերել, քան ցանկացած ստորագրում։ Եվ դրա համար իրենք շատ հանգիստ եւ շատ պատրաստված կերպով դա ուզում են որքան հնարավոր է ավելի ուշացնել։ Մենք տեսնում ենք մեր կառավարության պահվածքը, իրենք ընթացքում նորանոր զիջումներ են անում անընդհատ, հավելյալ, եւ դա բացարձակապես ձեռնտու է Ադրբեջանին, սա մեկ։ Երկրորդ, Ադրբեջանը ունի ռազմավարական նպատակ Հայաստանի նկատմամբ, օրինակ Հայաստանը, ես իհարկե այդ խաղաղության օրակարգը եւ խաղաղության խաչմերուկ եւ այլն խորհուրդ կտալու չընկալել, Հայաստանը որևէ ռազմավարական պատկերացում, թե ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարավային Կովկասի իրականում չունի։ Իսկ Ադրբեջանը ունի եւ այստեղ Հայաստանը դեսուվերենացված տարածք է, բացարձակապես Ադրբեջանի վերահսկողության եւ ճնշման տակ, սուվերենությունից զուրկ, եւ այդ առումով հավելյալ ճնշումներ գործադրելու համար որքան ուշ ստորագրվի այդ թուղթը, այնքան լավ։ Ամենևին չի նշանակում, որ հենց ստորագրվեց այդ ամեն ինչը դադարելու է, բայց ինչպես ասեմ, պլանը մտնելու է նոր փուլ։ Իրենք չեն շտապում այդ փուլը մտցնել։ Ակնհայտ է, որ այս ամեն ինչը արվում է դրա համար, որ չստորագրվի, բայց այստեղ մի կա մի դրբություն, որ ես ուզում եի որ մենք ուշադրություն դարձնենք։ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն համաձայնվեց, որ դիտորդները դուրս գան ինչ որ կետից հետո, հա, ինչ որ փուլից հետո եվրոպական դիտորդները դուրս գան։ Միակ ուժը աշխարհում, որ ապացուցված ֆիքսում է, որ Ադրբեջանը ստում է եւ մեր կողմից որևէ մարտական գործողություններ կամ ագրեսիվ գործողություններ չկան, դա իրենք են։ Հիմա պատկերացնենք, եթե չլիներ այդ դիտորդական առաքելությունը Եվրոպական միության, ինչպես է Հայաստանը տակից դուրս գալու, որովհետև այստեղ Ադրբեջանի խոսքը ընդդեմ Հայաստանի խոսքի, հավասար վիճակում ենք հայտնվելու եւ շատ դժվար կլինի ձերբազատվել այդ մեղադրանքների հետևանքներից, որ մենք ագրեսիվ ենք, հարձակվում ենք, պատրաստվում ենք եւ այլն։ Սա շատ վտանգավոր տենդենց է եւ պետք է հասկանալ, թե Հայաստանի Հանրապետության անվտանգության խոցելիության աշճանը հնարավոր է, որ այն շատ նույնիսկ ավելին է, քան մենք կարծում ենք։ Եվ Ադրբեջանը դա հասկանալով ուզում է օգտագործի ժամանակը ագրեսիվ ճնշում գործադրելով Հայաստանի վրա։ Պարոն Հովհաննիսյան, միայն նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելն է, թե նաև հնարավոր է Բաքուն ռազմական գործողությունների գնա, որովհետև փորձը ցույց է տվել, որ նմանօրինակ հայտարարություններին հաջորդում են էսկալացիաները։ Լավագույն ժամանակը, ամեն ինչ հնարավոր է, այստեղ ոչ ոք չի կարող ասել ոչ դա այդպես չի, բայց լավագույն ժամանակը Ադրբեջանի Հայաստանի դեմ գործողություններ կիրառելու, դա Իրանի դեմ այլ ուժերի, այդ թվում նաև Ադրբեջանի ռազմական գործողություններն են։ Եթե
այդպեսի բան լինի, իսկ դա շատ հավանական է։ Նայենք, որ Միացյալ Նահանգները վերջի դաշնակիցներին են ջախջախում փաստորեն ռեգիոնում, մեծ ռեգիոնում, Եմենում հութիներին, ապա միանգամայն հնարավոր է, որ լինեն Իրանի դեմ ռազմական գործողություններ, եւ այստեղ ակնհայտ է, որ Ադրբեջանը պահանջում է գինը որպես գին իր մասնակցության եւ իր տարածքը տրամադրելու համար այդ ամեն ինչի Հայաստանի արակացված դեսուվերենիզացիա։ Այսինքն ես դժվար եմ պատկերացնում, չնայած չեմ բացառում պատերազմից առաջ, մեծ պատերազմից առաջ պատերազմ, բայց եթե մեծ պատերազմը լինի, ես նկատի ունեմ Իրանի դեմ, ապա հնարավոր է, որ սրանք պարզապես սպառնալիքներ չեն, այլ մեծ օպերացիայի մի մաս Ադրբեջանի համար։ Ադրբեջանը չի կաշկանդվում աշխարհի կողմից հնչեցված արձագանքներից այն բանից հետո, երբ կողմերը հայտարարեցին, որ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, դա ողջունեց Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրամիությունը, Չինաստանից անգամ եղավ դրական խոսքեր, Ինչ Ռուսաստանից։ աշխարհը, բնականաբար ոչ ոք երբեք չի ասի, թե ինչ է խաղաղություն, անկախ ինչ է գրած այդ տեքստում։ Բայց այստեղ մի նրբություն կա։ Ադրբեջանը կարծում եմ չէր սպասում այսպեսի մեծ ահռելի եւ արագ դրական ռեակցիա եւ վախեցավ այդ ռեակցիայից եւ հակառակ ռեակցիա հակառակ կերպ է անդրադառնում Ադրբեջանի վրա այդ ռեակցիան, ասեմ ինչ նկատի ունեմ։ Իրենք մտածեցին, որ դե հիմա ասենք, որ համաձայնեցվել է, բայց մեր համար դա ոչինչ չի նշանակում, շարունակենք ճնշումը ոնց որ միշտ։ Բայց երբ որ հայտարարություններ միանգամից ոնց որ բռնացնեն խոսքի վրա, Եվրոպական միություն, Միացյալ Նահանգներ, Իրան, Չինաստան, արաբական պետությունների լիգա, Թուրքիա նույնիսկ ինչ որ չափով, ամբողջ աշխարհը, իրենք մի տեսակ կարծում եմ զգացին իրենց թակարդի մեջ։ Եվ խնդիրը հիմա այդ թակարդից դուրս գալն է, օրինակ հայտարարել, որ այդպեսի պայմանագիր հիմա չի կարող ստորագրվել պատկերը, որովհետև Հայաստանը ագրեսիվ վատ երկիր է եւ հա իրենք լավագույն ցանկություններով համաձայնեցրին կետերը, բայց ստորագրել չեն կարող, որովհետև դա էս երկրի հետ ինչպես ստորագրել այդ պայմանագիրը։ Այսինքն իրենք իրենց անկյուն մտցրին, հիմա փորձում են կատաղած առնետի նման անկյունից դուրս գալ։ Սա է կատարում Ադրբեջանի հետ։ Հակառակ ռեակցիան է, ոչ թե իրենց կաշկանդում է այդ աշխարհի ոգևորությունը, այլ սա ասում է, որ մի բան են չեն կարել, փաստորեն քայլը այնքան էլ մտածված չէր, պետք է տակից դուրս գա։ Եվ հիմա Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է պնդել, որ զորք զենք է կիրառում սահմանին։ ԵՄ դիտորդները ասում են, որ չկա նման բան, ամեն ինչ հանդարտ է։ Դրանի պատասխան Ալիևն ասում է, Ադրբեջանն ասում է, որ լրտեսական գործակալներ եք դուք։ Եվ մենք ունենք ԵՄ դիտորդներին հեռացնելու կետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Եվ վստահություն չունենք, որ լինելու է ստորագրումից եւ վավերացումից հետո կայուն խաղաղություն։ Որքանով է ճիշտ դիտորդներին հեռացնել։ Ես ասացի արդեն, դա կտրականապես սխալ է։ Դա մեզ լիովին անպաշտպան է սարքում ագրեսիայի մեղադրանքներին։ Երկրորդ աշխարհամարտի, եթե ֆորմալ սկիզբը հիշենք, Գերմանիան հայտարարեց, որ լեերը հարձակվել են մի փոքր գյուղի նույնիսկ վրա, լեհական համազգեստ թաքցրած, հա, գերմանացիների նրա հարձակվեցին, նույնիսկ խաղաղ բնակիչներ սպանեցին, եւ դա օգտագործվեց որպես առիթ հարձակման Լեհաստանի եւ սկսվեց այդ ահռավիրքը համաշխարհային պատերազմը։ Հիմա փաստորեն եթե պատկերացնենք, որ այդ գյուղում կամ այդ սահմանի լինեին ինչ որ չեզոք դիտորդներ, դա անհնար կլիներ անել։ Հիմա Ադրբեջանը փորձելու է ամեն բան անել, որպեսզի այդպեսի այդ դիտորդները հեռանան, որպեսզի ազատ լինի անել ինչ ուզում է։ Սա մեկ։ Երկրորդը Ադրբեջանը պատանից է ուզում օգտվել, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հարաբերությունները մեղմ ասած լավագույն կետում չեն, եւ իրենք մտածում են, որ կհաճոյանան նաեւ Միացյալ Նահանգներին հակաեվրոպական հռետորաբանությունը սրելով։ Այսինքն
դա ադրբեջանական պահվածք է ռազմավարական նպատակին հասնելու համար օգտագործել բոլոր օրվա հնարավորությունները իրենց համար ԱՄՆ, Եվրոպա խնդիրները դա հնարավորություն է ԱՄՆ, Ռուսաստան մերձեցումը դա հնարավորություն է եւ իրենք փորձում են դրանից օգտվել եւ երրորդ ամենակարևոր կետը նոյեմբերի 9-ի փաստորեն հայտարարությունը դաշ չեղավ մեր կառավարությանը որ եկեք բան անենք երկիմաստ կետեր ընդունենք հետո իրենք այսպես կմեկնաբանեն իսկ մենք այնպես կմեկնաբանենք որովհետեւ արդեն ես հայկական կողմից լսում եմ մեկնաբանություններ որ մենք ով ասեց որ Եվրոպա բանը խաղաղ դիտորդներ չեն կարող լինել ով ասեց բանը խոսքը զինվորական մասնակցության մասին է բայց պարզ է չէ որ Ադրբեջանը այդպես չի մեկնաբանելու եւ դա դառնալու է նոյեմբերի 9-ի 9-րդ կետը դա դառնալու է մոտակա տարիներին Հայաստանի վրա ճնշման, ագրեսիայի եւ այլն գլխավոր թեման։ Այդ մի կետի արա մեկնաբանությունները, այսինքն ամեն կողմ իր ձևի է մեկնաբանում։ Չի կարելի այդպիսի բաներ թույլ տալ։ Չէր կարելի համաձայնեցնել մի կետ, որը ակնհայտ է սկզբից, որ Ադրբեջանը մեկնաբանելու է յուրովի, Հայաստանը մեկնաբանելու է յուրովի։ Եվ սա որևէ արդարացում չունի։ Սա մեծ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։ Դեռ ստորագրելուց առաջ, իսկ եթե հանգարց ստորագրվի, ապա ես պնդում եմ, դա դառնալու է երկրորդ նոյեմբերի 9-ը, երկրորդ միջանցքի պատմությունը։ Անընդհատ մեր վրա ճնշում է գործադրվելու բոլոր հնարավոր միջոցներով։ Պարոն Հովհաննիսյան, ինչու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը կյանքի չի կոչվում, այն է Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծեն ներողություն, Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծեն սահմանային միջադեպերը վերահսկող կամ սահմանային միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները ուսումնասիրող ինչ-որ մեխանիզմ եւ նման իրավիճակներում կարողանան երկուստեք քննարկեն, հասկանան ինչ է եղել, Բաքուն անպատասխան է թողել Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը։ Իսկ Բաքվի նպատակների մեջ դա չի մտնում եւ դա ակնհայտ է եւ Փաշինյանը դա գիտի Բաքուն խաղաղություն է ուզում Հայաստանի հետ Բաքուն ուզում է ոչ էլ պատերազմ է ուզում հարցը դա չի դրանք միջոցներ են թե խաղաղությունը թե պատերազմը դրանք միջոցներ են նա ուզում է նա համարում է եւ անհիմն չի որ հայերը այն ժողովուրդը չեն որ համակերպվեն նվաստացման եւ ծնկի իջեցնելու հետ վաղ թե ուշ ոտքի են կանգնելու, վաղ թե ուշ զարգանալու են, հիշելու են իրենց իրավունքների մասին, իրենց պատմության եւ այլն դրա համար են մտածագրքերը փաստորեն համատեղ ջանքերով մեր ուղեղները լվալու, մեր երեխաների ուղեղները լվալու փորձեր արվում եւ դրա համար պետք որպեսի Հայաստանը այդ ապագան չլինի իրենց համար անընդունելի պետք է Հայաստանը հաշմանդամ պետություն լինի Ալիևի արտահայտությունը որ ես թույլ չեմ տա Հայաստանը ծնկներից վեր կենա դա կատակ չի, դա պարզապես սուր բառեր չեն, դա պետական քաղաքականություն է։ Եվ ստեղծել մեխանիզմ, որը իրենք խանգարի, երբ ուզել մեզ մեղադրել, որ մենք հարձակվել ենք, երբ ուզել ճնշում գործադրել, երբ ուզել սադրանքներ անել սահմանին, ինչի համար։ Ով կարող է բացատրի ինձ Ադրբեջանի շահագրգռվածությունը, որն է այստեղ Ադրբեջանը ինչ է դրանից ստանում։ Հայաստանը ռեալ գոյություն ունեցող մեխանիզմը ոչ իդեալական, բայց ռեալ եվրոպական միության դիտորդներին փոխարինելու է ոչինչի հետ։ Որտեվ պնդում են, որ համարժեք որևէ բան դրա տեղը չի ընդունվելու։ Ադրբեջանը դեմ է գնալու։ Հայաստանը պետք է ինչպես առակի մեջ միշտ ուժերի դեմ մեղավոր լինի։ Հայաստանը միշտ պետք է հարվածի տակ լինի։ Հայաստանը միշտ պետք է լինի ծանր մեղադրանքների ներքո, որ ագրեսոր է, զինվում է, պատերազմ է ուզում, ռևանշիստ է, չգիտեմ, սկսած պատմականից վերջացած ինչ-որ մեր նկրտումների վերաբերյալ։ Դա է իրենց քաղաքականությունը եւ Ադրբեջանը երկիր չի, որտեղ ասենք ընտրություններ լինեն, գա ուրիշ կուսակցություն, որը մի քիչ այլ կերպ է ամեն ինչը տեսնում եւ որի հետ կարելի լինել խոսել։ Դա
ծայրահեղ բռնապետություն է մի մարդու ձեռքում գտնվող մի կլանի, որը հայերի դեմ պատմական կուրս է ընտրել, պատմական, այսինքն այսօր 5 տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո։ Երբ որ հիմա ինչ-որ խոսակցություններ են գնում բան երասկոտ, որ պետք է ինտեգրվեն Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը այս հարափոփող եւ տարափոփող բարդ իրավիճակում, այդ ինչպես եք պատկերացնում։ Նույնիսկ բոլշևիկները հասկանում են, որ որպեսի ինտեգրեն ճակերտավոր Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանի հետ պետք է դրանք նույն դաշտում լինեն։ Սկզբից սովետական իշխանություն էր գալիս, այսինքն ընդհանուր գաղափարական, ընդհանուր համակարգային, քաղաքական ինչ-որ գաղափար, դրանից հետո խոսում են ինտեգրվելու մասին։ Հայաստանը, որ իբր հավակնում է ժողովրդավարության, չեմ ասում ժողովրդավարական է, բայց հավակնում է, որ գնում է դեպի ժողովրդավարական ճանապարհով։ Վրաստանը որպես կիսա ավտորիտար հիբրիդ ռեժիմ, բացարձակ տոտալիտար բռնապետության հետ ինչպես պիտի ինտեգրվի, մեկը կարող ինչ մեխանիզմներով։ Դա անհնար ինչ որ որևէ պատմական անալոգ չունեցող ցանկություններ են։ Ուրեմն կամ մենք պետք է Ադրբեջանի նման դառնանք, Վրաստանը մենք պիտի կամ բոլորս դառնանք վրացիների նման, կամ բոլորը իբր գնա դեպի ժողովրդավարություն։ Ինչ որ ընդհանուր աշխարհայացքա քաղաքական դաշտի մեջ պիտի գան այդ պետությունները։ Եվ Արիևը բացարձակապես այլ կերպ է տեսնում։ Բացարձակապես այլ կերպ է տեսնում։ Եվ որքան գնում եմ, ես հասկանում եմ, որ Ալիևը չի ուզում հայ-ադրբեջանական հարաբերությունները, այնպես ինչպես ինքն է հասկանում, ինչպես ասենք, հանձնել հայ ընտրողի դատին։ Հայը ով է, որ գնա ընտրությունների, ասենք ընտրի Նարեկ Կիրակոսյանի կուսակցությանը կամ Արմեն Հովհաննիսյանի կուսակցությանը, որը ինչ որ ուրույն քաղաքականությամբ գանի, հայը այդպես իրավունք չունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը որոշվելու է Բաքվում։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է զրկվի ընտրելու իրավունքից, նաև քաղաքական կուրսը ընտրելու իրավունքից։ Եվ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանի դեմ, եթե մենք հետևություններ դրանից չանենք, դա ընդհանրապես նախերգանքն է այն քայլերի, որ Հայաստանի Հանրապետության դեմ գնալու է Ադրբեջանը։ Եվ այստեղ ոչ Զանգեզուրի միջանցքն է կարևոր, ոչ մի բան։ Կարևորը Հայաստանի դեսուվերենիզացիան է եւ կարևորը հայ մարդկանց քաղաքական եւ այլն ընտրություն կատարելու իրավունքը զրկելու ձգտումն է։ Պարոն Հովհաննիսյան, Հայաստանի իշխանությունները լիահույս են, որ իրենց ձեռնարկած գործողությունները հանգեցնելու են կայուն խաղաղության, մասնավորապես տարածաշրջանային նշանակության սահմանադրություն ունենալը, Նիկոլ Փաշինյանն է այդ պնդումն արել։ Լրագրողներով փորձեցինք խորհրդարանում արտահայտության նախարարից հասկանալ, թե ինչ է նշանակում տարածաշրջանային նշանակություն ունեցող սահմանադրություն, եւ նա պատասխանեց, որ նոր սահմանադրություն, որը խաղաղությունը եւ խաղաղության պայմանագրին միտված հարաբերությունները չի վտանգի։ Դուք ինչ եք հասկանում։ Շնորհակալ եմ անկեղծության համար նախարարին, որտեղ ուրեմն բոլոր այն հեքիաթները, որ սա պարզապես վատ սահմանադրությունը լավ սահմանադրության փոխելու օբյեկտիվ 18 թվականի այսպես կոչված հեղափոխության ընթացքը հաշվի առնելու գործընթաց է, նախարարը ասում է բացահայտ այն, ինչ օրինակ ես ասում եմ, երբ առաջինական սահմանադրության փոփոխությունը բացահայտ ասեց 24 թվականի հունվարին, եթե չեմ սխալվում, Փաշինյանը 24 թվականի հունվարից պնդում եմ եւ դրա համար բնականաբար իր կողմնակիցների եւ մինյոնների կողմից թուքումորի եմ արժանանում, որ սա բացարձակապես ունի արտաքին քաղաքական առաջին հերթին նպատակ։ Դա Հայաստանը Ադրբեջանի սուբ պետության վերածելն է։ Հայաստանը հարմարեցնել 3 գումարած 3 ձևաչափին, որպեսզի Հայաստանը հարմար լինի այն երեխաները, որ
կուբիկներով խաղում են, չէ, տարբեր ձևի երանգյունի կլոր, որ ճիշտ անցքի մեջ մտցնեն, որ Հայաստանը ճիշտ մտնի այդ ձևաչափի մեջ։ Ամբողջը դրա մասին է, եւ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ արժանապատիվ կերպով կգա եւ ոչ կասի այդ խայտարակությանը։ Դա լինել Հայաստանը Ադրբեջանի սուբ պետություն չի կարող դառնալ խաղաղ ճանապարհով գոնե եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրությամբ։ Դա մեզ ստիպել չեն կարող ոչ մեկը, ոչ Փաշինյանը, ոչ այդ քայլիստական։ Եվ առաջին մասում դուք ասացիք իրենք հավատում են, ոչ մի բան իրենք չեն հավատում։ Իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ փոս են մտցնում Հայաստան։ Իրենք ոչ մի բանի չեն հավատում։ Պարզապես իրենց համար մեկ է։ Իրենք շահագրգռված են սեփական անվտանգություն, սեփական ոչ ազգային անվտանգությունը ապահովելու եւ հնարավորության դեպքում վերարտադրությունը։ Եթե հանկարծ ստեղծվի տպավորություն, որ քաղաքացիական պայմանագիրը դա միակ քաղաքական կուսակցությունն է, ես արդեն ուղղակի դա մասին ասեմ, պրոթուրքական, որը կապահովի այդ նոր աշխարհակարգը, որ ուզում են ստանալ, Հայաստանի լոյալությունը այդ աշխարհակարգին, ապա քաղաքացիական պայմանագիրը կամ այնինչ որ կարող է անունը փոխել, հա, կլինի դոմինանտ կուսակցություն, հավերժ կառավարող դոմինանտ կուսակցություն, ինչպես յենի Ադրբեջանը, իհարկե ուրիշ նպատակների համար ստեղծված։ Դա է ամբողջ նպատակը։ Դուք մտածում եք իրենք հավատում են, որ լինելու է արժանապատիվ կյանք, զարգացում Հայաստանի համար, որ շատ է քիչ ազատ Հայաստանը, տեսեք, ես ազատ խոսում եմ, չէ՞ ձեր հետ։ Շատերը ասում են շնորհիվ Փաշինյանի դա քաղաքական անգրագիտության ծայրահեղ դրսևորում է այդպես կարծելը, բայց ինչ է ադրբեջանցին կարող է Ադրբեջանում այսպես հարցազրույց տա եւ քննադատել իր կառավարությունը կամ գոնե ազատ խոսել։ Իհարկե ոչ։ Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է դեպի այդ ստանդարտը գնա։ Ուրիշ ելք չկա։ Իսկ իրենց համար դա նորմալ է։ Իրենց համար դա նորմալ է, որովհետեւ իրենք ոչ միայն պսևդո հեղափոխականներ են, իրենք նաև պսևդո դեմոկրատներ են, իրենք դեմոկրատ չեն իրական։ Սա է կատարում։ Պարոն Հովհաննիսյան, լավ, եթե ամեն ինչ ձեր նկարագրածի տրամաբանությամբ է, որտեղ են իրենք իշխելու, եթե ամեն ինչ տանում են նրան, որ Հայաստանը լոյալ չի լինելու, ներողություն, լոյալ է լինելու, ինչ որ ինքնիշխանության դրսևորում։ Դա կոչվում է կառավարում։ Սովետական Հայաստանի կոմունիստական կառավարիչները Նրանք իշխում էին, չի կառավարում էին։ Մենեջմենտը բոլոր դեպքերում պետք է։ Ոնց ինչպես ասեմ, Ռուսաստանի Օրիոլի մարզում կա տեղական մենեջմենտ, չէ՞, կա նահանգապետ, իբր օրենսդիր ժողով, որ ոչինչ չի որոշում, կան եւ այլն, չէ՞, բյուրոկրատիա, դա կառավարում են թվում։ Դա կառավարում իրանք կլինեն այդ կառավարիչները, այն չափով, որը իրենց դրսից թույլ կտան։ Այսքան թույլ տան, այսքան կլինի, այսքան թույլ տան ավելի լավ։ Դա մենք անցել ենք, սովետական Հայաստանը դա է եղել։ Այդ կառավարման process-ի տեսակետից դա արդեն անցած էտապ է։ Իրենք ուզում են լինել Հայաստանի Հանրապետության ընդհանրապես մենեջերները, որոնց շարունակականությունը այդ մենեջմենտի ապահովելու է դրսից։ Ոչ թե ես եմ որոշելու ինքնիվեր, դուք, մեր հարևանները, մեր իրենց կողմնակիցները նույնիսկ կամ իրենց հակառակորդները, այլ որոշվելու է Բաքվում, չգիտեմ, Անկարայում, Մոսկվայում, ինչ-որ այլտեղ իրենք են որոշելու։ Ինչ է, հայ ժողովուրդն է ընտրում։ Անկախ ես դենատական չեմ տալիս, լավն էին թե վատն էին համատաբար։ Ասենք Դեմիրճյան, այնտեղ բան Քոչինյան եւ այլն, Խանջյան, ինչ է, հայ ժողովուրդն են ընտրել այդ մարդկանց։ Իրենք հայ ժողովրդի կողմից նշանակված էին։ Ոչ, բայց իրենք մենեջմենտ էին իրականացնում այս տարածքում։ Այ վերջը, այսպես կոչված տարածաշրջանային սահմանադրության, տարածաշրջանային մտածելակերպի, ռեգիոնալիզմի, դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վերածել տեղական կառավարման ինչ-որ մոդելի։ Վերջ։ Ֆորմալ թե ոչ ֆորմալ դա արդեն երկրորդ հարց։
Պարոն Հովհաննիսյան, մենք Նիկոլ Փաշինյանին մայիսի 9-ին կտեսնենք Կարմիր հրապարակում Վլադիմիր Պուտինի, Լուկաշենկոյի եւ մյուսների կողքին։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում, ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց այս տարի, կամ ավելի ճիշտ առաջարկը եղել է, նշվում է հրապարակումներում, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, բայց դեռ վերջնական կարծեք թե հաստատում չկա, բայց այնուհանդերձ, եթե այս տարի գնա Նիկոլ Փաշինյանը, սա ինչ կնշանակի։ Դուք ասիք մենք կտեսնենք, ես չեմ տեսնի, որտեղ ես այդ նողկանքը նայելու որևէ ցանկություն չունեմ, գարշանքը, երբ արյունարբու մարդակերը եւ իր մինյոնները հնարած պատերազմի ինքը եղել է, բայց իրենք որ դա չեն տոնում, իրենք տոնում են հնարած պատերազմը, որոնք իրենք են հնարել, իրենց պատկերացրած երկրորդ աշխարհամարտը, իբր թե տոնում են հաղթանակը, որը Պուտինի միակ հաղթանակն է, որ այդպեսի կատակ կա Ռուսաստանում, որ հաղթանակը մեծ հայրենականում, այսպես կոչված, դա միակ հաղթանակն է Պուտինի, որը եղել է իր ծնվելուց առաջ։ Դա նույնիսկ նայելը տհաճ է դրա, ասենք դրանից եւ պարկեշտ մարդը նույնիսկ այդ պետք է աշխատի այդ օրերը այդ ալիքները չմիացնել եւ այդ ուղությամբ չնայել, որովհետեւ ողջ տեսարանն է գարշելի լինելու։ Ինչ վերաբերում ինչու է համաձայնվել, տիպիկ իրենց քաղաքականությունն է բանի հետ, այսպես կոչված իրենք դա համարում են դիվերսիֆիկացված, բալանսավորված, ասենք փորձել գոհացնել բոլոր կողմերին առանց հասկանալու, որ ոչ բոլոր կողմերն են համարժեք։ Այն առումով, որ կան կողմեր, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը դա չարիք է, ինչպես Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանը։ Եվ կան երկրներ, որոնց համար առնվազն Հայաստանի Հանրապետությունը չարիք չի, որի հետ կարելի է գործ ունենալ։ Եվ adekvat երկրի ղեկավարը ձգտում է հարաբերություններ տանել այն երկրների հետ, որոնք խնդիր չունեն Հայաստանի Հանրապետության գոյության փաստի հետ գոնե գոյության փաստի, ավել չեմ ասում։ Այնպես որ տիպիկ փաշինյանական քայլիստական պահվածք է եւ ես էլի խորհուրդ եմ տալիս նախ խորհուրդ եմ կոչ եմ անում եւ ես առանձին անընդհատ դրա մասին սկսել եմ հիշեցնել ապրիլ ամիս ամբողջ եւ մայիսի սկիզբ ոչ մի մեծ հայրենական պատերազմ չի եղել այդպեսի բան կա մեծ երկրորդ աշխարհամարտ եւ կա դրա մի կարևոր էպիզոդ կամ մի մաս սովետա-գերմանական պատերազմ ոչ մի մեծ հայրենական պատերազմը դա ռոպագանդիստական կլիշե է, որ հայ ժողովրդի հետ որևէ կապ չունի։ Պարոն Հովհաննիսյան, այսպիսի մեկնաբանություններ կան, ասում են, այ ճիշտ է, վատ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է, բայց որ գնում է, սահմանից քննարկում է ռուսների դուրսբերման հարցը, Զվարթնոցն են ցույց տալիս, մատնանշում, հայ-իրանական անցակետն են ցույց տալիս, ասում են, դա առիթ է, որպիսի Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները նման թեմաների շուրջ քննարկում ունենան։ Կրեմլյան պատի կանգնած պետքա դա արվել անպայման։ Այսինքն նրանք պետքա Կրեմլյան պատին այսպես կանգնեն այդ հակահիգենիկ պատկերի մեջ, մեկը մեկից հակահիգենիկ, ու այդտեղ քննարկեն թե ոնց են ռուսները Հայաստանից գնալու, ուրիշ տարբերակ գոյություն չունի, իսկապես ես նույնիսկ պատասխանել չեմ ուզում, որովհետև այստեղ որը տրամաբանություն չեմ տեսնում։ Ավարտվել է շուրջ 2.5 ժամ տևած Վլադիմիր Պուտին Դոնալդ Թրամփ հեռախոսազրույցը մինչ հեռախոսազրույցի ավարտվելը ընթացքի վերաբերյալ առայժմ տեղեկություն է հայտնել Սպիտակ տունը նշելով, որ հեռախոսազրույցը լավ է ընթանում եւ մինչ այդ էլ Բլումբերգը իր աղբյուրներին հղում անելով գրել էր, որ Վլադիմիր Պուտինը պահանջում է դադարեցնել Կիևին զենքի մատակարարումը որպես հրադադարի ստորագրման նախապայման։ Այս ուղղությամբ ինչ է կարծում, զարգացումներ կլինեն թե ոչ եւ ինչ վտանգներ է պարունակում այն, որ դադարեցվի Կիևին զենքի մատակարարումը։ Նույնն է, եթե Ամերիկան գնա դրան, ես դա չեմ բացառում, Թրամփի ադմինիստրացիան, եթե գնա դրան, ես Թրամփի ադմինիստրացիան համարում եմ սուր վարակիչ հիվանդություն, որը ինչպես մարդը կարող է հիվանդանալ, այնպես էլ պետություններն էլ են հիվանդանող, թրամպիզմը,
ինչպես ֆաշիզմը Եվրոպայում, եթե դա լինի, ապա դա նույնն է, ինչ մեր հետ արեցին ռուսները 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա կլինի տոտալ դավաճանություն։ Եվ բայց ես ցավոք չեմ կարող բացառել, որ դա կլինի։ Ահա, շատ կուզեի ասել, որ դա անհնար է, բայց չեմ կարող ասել։ Սա մեկ։ Երկրորդը, ես այն կարծիքին եմ եւ ամենտեղ պնդում եմ, որ այսպես կոչված Մոլոտով-Ռիբենտրոպ երկուսը անալոգիայով նախ երկրորդ աշխարհամարտի նախորդին եւ սկզբին ավելի շուտ կնքված սովետագերմանական պայմանագրի արդեն կնքված է։ Եվ Տրամպի եւ Պուտինի ադմինիստրացիայի միջև կան շատ տոքսիկ պայմանավորվածություններ, որոնք ժողովուրդների ազատության, արժանապատվության, անվտանգության դեմ ոտնձգություն են, ինչպես նաև Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն էր, որը փաստորեն ամբողջ աշխարհի կողմից հիմա ճանաչված է, այդ թվում նաև Միացյալ Նահանգների կողմից, որպես հանցավոր փաստաթուղթ, հատկապես իհարկե գաղտնի մասը դրա։ Հիմա այդ 2.5 ժամանոց բանը, քանի որ ֆորմալ չկա պայմանագիր, որտեղ ամեն ինչ գրված է։ Ֆինլանդիան սրանն է, սա սրանն է, Լեհաստանը կիսում ենք, ամեն ինչ գրված է։ Քանի որ ֆորմալ, ես կարծում եմ, թղթի վրա չկա գրված, սա այդ պայմանագրի բանավոր ձևակերպումներ կան երկուսի կողմից, դա համար այդքան երկար է։ Չեմ կարծում, որ իրանք հարցնում էին եղանակից էին խոսում բանում Ռուսաստանում կամ Վաշինգտոնում։ Իրենք խոսում էին Տրամպի եւ Պուտինի ադմինիստրացիաների, հա, այդպես պլանների մասին։ Եթե ամենավատ սցենարով գնա, ցավոք կա խնդիր, ամբողջ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին եւ պատրաստ է պաշտպանել, եւ դա անկեղծ է։ Բայց համաեվրոպական պաշտպանական համակարգ ստեղծելու համար առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների ըստ տարբեր գնահատականների պետք է 3-ից 5 տարի, առավելագույնը 5, նվազագույնը 3։ 3-ը ես շատերը համարում են ոչ ռեալիստական, բայց կա կարծիք, որ ցանկության դեպքում հնարավոր է։ Այդպիսի ժամանակ Ուկրաինան չունի։ Հենց դա է խնդիրը։ Եվ երևի թե դա է պատճառը, ինչու է Պուտինը շտապում, որովհետև 3-ից 5 տարից հետո կլինի ուժ։ Կլինի շատ ուժ։ Մենք կարելի է հուսալ, որ ուկրաինացի ժողովրդի եւ ազատատենչ ժողովուրդների եւ Ռուսաստան երևույթը Եվրոպայի համար հասկացող ժողովուրդների ընդհանուր ջանքերով հնարավոր կլինի այդ պակտը տապալել։ Հիմա, եթե դուք նայեք ինչ է կատարում Եվրոպայում, բոլորը խոսում են դրա մասին, թե ինչպես է դա պետք անել, գլխի տված։ Եվ կան արդեն շատ նաև պրակտիկ որոշումներ, ոչ միայն պարզապես բլա խոսակցություններ, այլ շատ պրակտիկ որոշումներ, թե որքանով դրանք կլինեն բավարար, ես չեմ կարող ասել, ոչ ու չգիտի, կյանքը ցույց կտա։ Բայց խոր իրականությունը դա է, որ Միացյալ Նահանգներին իշխանություն է եկել մի քաղաքական խմբավորումների միավորում, որը ոչ մի ընդհանուր բան չունի Միացյալ Նահանգների, ոչ ավանդական քաղաքականության, կապ չունի դեմոկրատական թե հանրապետական, ոչ մի ընդհանուր բան չունի ազատ աշխարհի պահանջների եւ նպատակների հետ։ Այդպեսի բան լինում է, ոչ հաճախ, բայց լինում է, հիմա մենք պատմական շրջան ենք ապրում եւ ականատես ենք այդպեսի երևույթի։ Պարզապես Եվրոպան կարողանալու է այդ կարճ ժամանակում վերականգնվել, հաշվի առնելով, որ անվտանգային 3-ից 5 տարում կարող է, 3-ից 5 տարում լիովին կարող է։ Խոսքը չի գնում է տնտեսության բանիկի այդ խնդիրներ չունի, շատ արագ դա կանի։ Խոսքը կոնկրետ ռազմական պոտենցիալը միավորելու ամերիկյան կոմպոնենտը ինչ որ մի բանով փոխարինելու մասին է, դրա մասին է խոսքը։ Ու զրոյից չի։ Այդ երկրները ունեն բանակներ, զինված ուժեր, ռազմական բյուջեներ, ՆԱՏՕ-ի անդամ են շատերը, մեծ մասը։ Մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ են, ունեն ժամանակակից բանակներ, միջուկային զենք ունեն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ունեն միջուկային զենք։ Այսինքն այդ առումով
այդ առումով իրենք պատրաստ են։ Հարցը ժամանակն է, որովհետև Տրամպի ադմինիստրացիան անում է ամեն ինչ շատ արագ։ Դա է իր հիմնականում ինչ է շոկի մեջ աշխարհը, որ այն ինչ որ 4 տարում ինչ որ միտումներ կարելի է հաշվարկել, իրենք շաբաթներում են կան գոնե հայտարարում դրա մասին։ Ես համոզված եմ, որ Եվրոպական միությունը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, ողջ բրիտանական համագործակցությունը, ներառյալ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, հաղթելու են, իրենք հասնելու են իրենց նպատակին։ Եվ գիտեք ով է ամենագլխավոր դաշնակիցը իրենց լինելու։ Ոչ թե արտաքին եւ այլն, Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը եւ վերնախավը այն մասը, որը հասկանում է, որ Տրամպի քաղաքականությունը տանում է դեպի ոչ մի տեղ։ Բայց Բայց դա Ամերիկայի պետք է ժամանակ։ մեծամասնությունը ընտրել է տեխնացուի, որը ասել է 49 ամեն ինչ Ամերիկայի Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրել է 49% ձայն է ստացել։ 47% ստացել է իր հակառակորդը։ Բաստ։ Խնդիրը այն է, որ նա չի ասել, որ Ռուսաստանը Ամերիկայի դաշնակիցն է։ Նա չի ասել, որ Չինաստան, նա ասել է Չինաստանն է մեր ճշնամին։ Ես գալիս եմ, որպեսզի պայքարեմ Իրանի, Համասի եւ Չինաստանի դեմ։ Ես գալիս եմ եւ ամերիկացի ընտրողների մեծ մասը հանրապետական ընտրողներ, նորմալ ամերիկացիներ, որոնք տրադիցիոն ընտրում են հանրապետական կուսակցությանը։ Իր ձայն տվածների դա մոտավորապես 80%։ 75-80%։ Դա սոցիոլոգիան է ասում, դա ես չեմ ասում։ Ասում են դե լավ է, ուժեղ տղա կգա, բան կանի եւ այլն, այդ ուկրաինացիներին բան շատ փող ենք տալիս, այդքան չի տա, ճիշտ է, բայց հո չի դավաճանի, հո չի անցնի ռուսներին։ Հո Պուտինը իր լավագույն ընկեր, ուրեմն դուք մտածում եք, որ անցյալ տարի նոյեմբերին ամերիկացի ընտրողները մտածում են, որ Կանադան դառնալու է ճշնամի, իսկ Պուտինը բարեկամ։ Դա գիշերային երազում տեսնել չէ անհնար։ Այնպես որ ասել, որ այո, ամերիկացի ընտրողը ձայն է տվել Տրամպին, հանրապետականներին, բայց ամերիկացի ընտրողները արդեն հանրապետական ընտրողները, այնտեղ այսպեսի հասկացություն կա, դեռ չկա կուսակցության անդամ հասկացություն, կա գրանցված հանրապետական հասկացություն։ Դա մի մարդ է, որը վերջին ընտրություններին գնացել է եւ մասնակցել է հանրապետական կուսակցության պրայմերիզին։ Գրանցվել է, գնացել մասնակցել է։ Գրանցված հանրապետականների 63%-ը Ուկրաինան համարում է դաշնակից երկիր։ 63%-ը։ Ռուսաստանը գրանցված հանրապետականների, ես ընդդիմության մասին չեմ խոսում, համարում է դաշնակից 3%-ը։ Եկեք թվերը պատկերացնենք։ 63, 3, 21 անգամ, 21 անգամ տարբերություն։ Այնպես որ այստեղ խնդիրներ կան։ Եվ տեսնում ենք դժգոհությունը մասկի քաղաքացիությունից եւ այլն, ես կարծում եմ, որ արտաքին ճնշումը եւ դիմակայելու տրամպիզմին ցանկությունը ժողովուրդների համընկնելու է նաեւ ամերիկացի ժողովրդի մեծ մասի կարծիքի հետ։ Բայց դրա համար պետք է ժամանակ։ Եվ ցավոք պիտի ասեմ, որ դա անցավ գործընթաց չէ, դա չի նշանակում, որ չեն լինելու առավիճներ, տարբեր խնդիրներ աշխարհում։ Ավաղ լինելու են։ Դա աստված, որ Հայաստանի վրայով դա անցնի, դե մենք կարողանանք նվազագույն կորուստներով վերապրենք այս ծանր պատմական ժամանակընթացը։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, հարցազրույցի համար։ Եկեք